Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 10 բալանոց սանդղակով գնահատել է 12, այսինքն նույնիսկ գերազանցից ավելի։ Գրեթե 2 ժամ տևած բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները դուրս եկան հանդիպումների սրահից, միմյանց ձեռք սեղմեցին։ Թրամփը չինացի պաշտոնակցի ականջին ինչ-որ բան շշնջաց, որից հետո ուղեկցեց նախագահ Սիին մինչև նրա ավտոմեքենան։ Այս հանդիպումով Դոնալդ Թրամփն ավարտեց իր ասիական այցը եւ լքեց Հարավային Կորեան։ Ողջույն բոլորին, կարծում եմ հիանալի հանդիպում էր, նա հիանալի առաջնորդ է, Չինաստանի շատ հզոր, շատ ուժեղ երկրի ղեկավարը, և մենք ինչ կարող եմ ասել, մենք կարծում եմ մի շարք ակնառու որոշումներ կայացրեցինք, չքննարկված հարցեր գրեթե չմնացին։ Հանդիպման կարևոր արդյունքները եւ ապագա այցերի շուրջ պայմանավորվածությունները նաեւ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մեկնաբանեց։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվեցին պահպանել կանոնավոր շփումները։ Նախագահ Թրամփն անհամբեր սպասում է հաջորդ տարվա սկզբին Չինաստան կատարելիք իր այցին եւ նախագահ Սի Ցզինփինին հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ։ Դեռ մինչև հանդիպումը Թրամփը լավատեսորեն էր տրամադրված առևտրային պատերազմում զինադադարի հասնելու հարցում։ Սի Ցզինփինը նույնպես դրական տոնայնություն էր պահպանել, նշելով, որ բանակցողները հասել են հիմնարար կոնսենսուսի, ինչը լավ նախապայման է հանդիպման համար։ Ես ապրիլին կմեկնեմ Չինաստան, իսկ նա այստեղ կգա դրանից որոշ ժամանակ անց, լինի դա Ֆլորիդայի Փալմ Բիչում, թե Վաշինգտոնում։ Հարավկորեական ավիաբազայում կայացած բանակցությունները 2019 թվականից ի վեր առաջինն էին եւ երկու կողմերն էլ լավատեսություն հայտնեցին առևտրային լարվածության թուլացման հարցում։ Սին նշեց, որ տնտեսական խմբերը համաձայնության են եկել առանցքային հարցերի շուրջ, օրդորելով համատեղ պահպանել ճիշտ ուղղությունը եւ ապահովել ամերիկա-չինական հարաբերությունների հսկա նավի կայուն ընթացքը։ 2010-ականների կեսերից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չինաստան հարաբերությունները զարգացել են վերելքներով ու վայրեջքներով։ Այժմ թվում է, թե իրավիճակը որոշակիորեն դրական հունով է ընթանում։ Սա այն օրինաչափությունն է, որը մենք տեսել ենք ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում։ Թվում է, թե նրանք հասնում են համաձայնության, կարծես թե կնքում են շրջանակային համաձայնագիր եւ հետո կողմերից մեկը փոխում է իր միտքը եւ մենք վերադառնում ենք ավելի սուր թշնամանքի։ Մտահոգությունները պայմանավորված են հանգամանքով, որ երկու կողմերն էլ տնտեսական մրցակցությունում կոշտ դիրքորոշում ունեն։ Առևտրային պատերազմը վերջերս կրկին բորբոքվեց, երբ Չինաստանը սպառնաց սահմանափակել տեխնոլոգիաների համար կարևոր հազվագյուտ մետաղների արտահանումը։ Ի պատասխան Թրամփը խոստացավ կիրառել 100%-անոց մաքսատուրքեր, որոնք կարող էին վնասել համաշխարհային տնտեսությանը։ Դավիթ Գենջոյան, Open Media։